Առաջիկա խորհրդարանական ընտրություններից հետո հայկական երկաթուղիների կոնցեսիոն կառավարման փոփոխման հարցը կմտնի գործնական փուլ, փորձագետների կարծիքն է։ Նման եզրահանգում անելու հիմքը Եվրամիություն-Հայաստան առաջին գագաթնաժողովի մայիսի 5-ին ընդունված համատեղ հռչակագիրն է, որում մի քանի կետով անդրադարձ կա տարածաշրջանային հաղորդակցությանը։ Եվրամիությունն ըստ այդ փաստաթղթի վերահաստատում է իր աջակցությունը խաղաղության խաչմերուկ նախաձեռնությանը, կարևորում Հայաստանի քայլերը տարածաշրջանային կապակցվածության բարելավման համար, հիմնված ինքնիշխանության իրավազորության սկզբունքների վրա։ Միայն ինձ է թվում, որ ընտրություններից հետո հայկական երկաթուղիների կոնցեսիոների փոփոխման հարցը կմտնի գործնական փուլ եւ ԵՄ-ն դրանից հետո ներդրումներ կանի Հայաստանի գործող երկաթուղային ենթակառուցվածքների մեջ։ Թե երկաթուղիների, թե ավտոճանապարհների, թե հնարավոր խողովակաշահերի, հաղորդակցերի եւ այլ ուղղություններով Հայաստանը եւ Եվրամիությունը համաձայնել են միմյանց հետ ավելի զարգացնել համագործակցությունը եւ սա կարող է հուսով եմ, որ ընտրություններից հետո Հայաստանի ընտրություններից հետո նշանակել, որ Հայաստանը պետք է վճռական միջոցների դիմի արդեն երկաթուղին վերադարձնելու հարցում։ Եվրամիություն-Հայաստան առաջին գագաթնաժողովի համատեղ հռչակագրի 3 կետերում է հիմնականում անդրադարձ արվում կապուղիներին։ 14-րդ կետում մասնավորապես նշված է Հայաստան-Եվրամիություն կապակցվածության բարձր մակարդակի երկխոսությունը տրանսպորտի, էներգետիկայի եւ թվային ոլորտներում համակարգված փոխգործակցության հարթակ կտրամադրի ամրապնդելով ռազմավարական ներգրավվածությունը։ Հաջորդ կետով էլ Մենք ողջունում ենք ՀՀ-ԵՄ բարձր մակարդակի տրանսպորտի երկխոսության մեկնարկը, որը վերահաստատում է տրանսպորտի ոլորտում համագործակցության ամրապնդման ռազմավարական կարևորությունը Հայաստանի եւ ԵՄ-ի միջև ապահով, արդյունավետ եւ կայուն տրանսպորտային կապերի ընդլայնման համար։ Մենք գիտակցում ենք նաեւ, թե ինչպես կարող է անդրեվրոպական տրանսպորտային ընդլայնման ցանցն աջակցել Հայաստանի ավելի սերտ կապակցվածությանը եվրոպական շուկաների հետ եւ խթանել տարածաշրջանային ավելի ինտեգրված եւ բազմազան տրանսպորտային կապեր։ Հայաստանն արդեն մի քանի ամիս է ռուսական կողմից կոնկրետ քայլեր է ակնկալում վերականգնելու Հայաստանի ներսում երկաթուղային ցանցի այն հատվածները, որոնք ապագա ապաշրջափակման համար կենսական նշանակություն ունեն։ Դրանք Իջևանի, Երասխի եւ Ախուրիկի հատվածներն են։ Ըստ Հայաստանի վարչապետի, Ռուսաստանի կողմից երկաթուղու կառավարման առումով Հայաստանը ռազմավարական դիրքերի եւ մրցակցային առավելության կորուստ ունի։ Դեռևս բանակցություններ ընթանում ռուսական կողմի հետ երրորդ կողմի վաճառելու կամ այլ կերպ հարցը լուծելու շուրջ։ Իհարկե այս բանակցությունները կարող են եւ ձախողվել, բայց եկեք ուշադրություն դարձնենք, որ հիմա շատ զգայուն ժամանակաշրջան է, նախընտրական ժամանակաշրջան է եւ Ռուսաստանը շատ ավելի կոշտ է դիրքավորված։ Ընտրություններից հետո, երբ իշխանությունները կշարունակեն իշխել Հայաստան, քաղաքացիական պայմանագիրը նորից ժողովրդի մանդատ ստանա, ես կարծում եմ Ռուսաստանի դիրքորոշումը որոշակիորեն կմեղմանը։ Ընտրությունները մնացել է շատ կարճ ժամանակ եւ այս ընթացքում Հայաստանը եթե ցանկանա էլ, Հայաստանի իշխանությունը եթե ցանկանա էլ արբիտրաժ գնալ չի կարող, իսկ Ռուսաստանը ակնհայտ է, որ մինչև ընտրություններ չի գնա որևէ համաձայնության։ Իմաստ չունի ուղղակի գնալ համաձայնության, որովհետև ընտրությունների արդյունքում հնարավոր է Հայաստանում իշխանություն փոխվի Ռուսաստանի տեսակետից եւ դրանից հետո հարցը դուրս կգա օրակարգից։ Այնպես որ կարծում եմ այո, ընտրություններից հետո նոր այս խնդրի վերաբերյալ վճռական զարգացումներ պետք կլինի սպասել։ Երկաթգծերը Հայաստանի սեփականությունն են, իսկ հայկական երկաթուղին ռուսական կողմին կոնցեսիոն կառավարման է հանձնված արդեն ավելի քան 20 տարի։ Հիմա Եվրամիությունը մեծ հետաքրքրություն ունի Հայաստանով անցնող հաղորդուղիների նկատմամբ, այդ թվում կարևորագույն տրանսպորտային միջոցի երկաթուղիների։ Եթե լինի նաև այն սցենարը, որի մասին Հայաստանը բազմիցս նշել է, այն է կոնցեսիոն կառավարումը գնի երրորդ երկիրը, այդ դեպքում էլ կարելի է սպասել Եվրամիությունից ներդրումների, եթե այդ երրորդ կողմն էլ Եվրամիության հետ խնդիրներ չունենա։ Ղևոնդյանի կարծիքն է։ Ղազախական կողմը իմ պատկերացմամբ որևէ խնդիր չունի, ընդհակառակը Ղազախստանի եւ Եվրամիության հարաբերությունները ավելի ու ավելի են խորանում, ինչը ավելի ու ավելի են սկսել զայրացնել Ռուսաստանին ղազախական ուղղությամբ եւս, այնպես որ այստեղ չեմ կարծում, որ խնդիր կառաջանա, եթե ղազախական ընկերություն լինի կամ Ղազախստանը որպես պետություն փորձի կոնցեսիան գնել ռուսական կողմից։ Այսինքն ընտրությունների արդյունքում Հայաստանում ինչ պատկեր կարձանագրվի, ըստ դրա էլ երկաթգծի ու թրիփի վերաբերյալ զարգացումները պարզ կդառնան։ Եթե Հայաստանի իշխանություն կազմաքաղաքական ուժը շարունակի իշխել, ակնհայտ է, որ գործընթացը շարունակական է լինելու։ Հակառակ դեպքում, եթե Հայաստանում իշխանություն գա ռուսամետ ուժ, ես չեմ կարծում, որ կա երրորդ տարբերակ։ Առաջինը կամ Հայաստանի իշխանությունները իշխում են, կամ ռուսամետ ուժ է գալիս։ Եթե ռուսամետ ուժ գա իշխանության, բնական է, որ այդ
հարցը կմոռացության պետք է մատնվի գոնե առաջիկա 5 տարիների ընթացքում, այնպես որ այստեղ երրորդ ուղի, այսպես ասած, ինչպես ասում էր դասական պատգամավորներից մեկը չկա։ Այս ամենին զուգահեռ ռուսական կողմից շարունակում են պնդել ռուսական ընկերության կողմից հայկական երկաթուղիների կառավարումը որևէ կերպ չի սահմանափակում Հայաստանի մրցակցային առավելությունները, ընդհակառակը ստեղծում է դրանք։ Ռուսական ՏԱՍՍ-ի հետ հարցազրույցում Ռուսաստանի արտգործնախարարության ԱՊՀ երկրների 4-րդ դեպարտամենտի տնօրեն Միխայիլ Կալուգինն ասել է, որ Ռուսաստանը Հայաստանին պարզաբանել է Հարավկովկասյան երկաթուղու կոնցեսիայի վերաբերյալ Երևանին անհանգստացնող բոլոր հարցերը։ Մերի Խաչատրյան, Դավիթ Մաչկալյան, լուրեր։